Այսօրվա քարոզը, որ պատրաստել եմ, երկար ժամանակ է ինչ մտածել եմ այս թեմայի վերաբերյալ, առհասարակ ժամերն ու ժամանակները շատ եմ սիրում քննեմ Աստվածաշնչի մեջ, թե ինչ ժամանակների մեջ ենք ապրում, նախկինում եւ ապագայում, եւ այսօրվա քարոզի վերնագիրը վերնագրել եմ սենց. ամենավերջի նոր սկիզբը։ Արդեն վերնագիրը հետաքրքրող է, չէ՞, թե ամենավերջում ինչ մի նոր սկիզբ կա, որ Աստված պատրաստել է իր եկեղեցու համար։ Ամեն։ Եկեք սկզբումից քննելով Տիրոջ խոսքը, սկզբումից փորձենք հասկանալ Տերը մեզ ուր է տանում, իր ժողովրդին, իր սուրբ եկեղեցուն ուր է տանում։ Եվ կուզեմ ասեմ, որ երբ որ ես ապաշխարեցի, մի հատ փոքր վկայությունով սկսեմ, ես 16 տարեկան էի։ Ու հետո երբ որ հավատքի մեջ աճեցի եւ հասկացա քրիստոնեության իմաստը, բուն արմատը, հասկացա, որ իմ հավիտենական կյանքը չի սկսելու, երբ որ ես կգնամ երկինք։ Ես հասկացա, որ իմ հավիտենական կյանքը սկսեց այն ժամանակ, երբ որ ես իմ կյանքս տվեցի Հիսուսին։ Ամեն։ Ու վստահ եղեք, որ մենք բոլորս, երբ որ մեր կյանքը տալիս ենք Տիրոջը, այդ ժամանակվանից Տերը մեր համար պատրաստում է հավիտենություն։ Պատրաստում է մի հատ փառավոր կյանք, որը որ մենք գնալու ենք ժառանգելու։ Բայց երբ է այդ ամենավերջի նոր սկիզբը, երբ որ մենք կմտնենք եւ ամբողջական Տիրոջ ծրագիրը կկատարվի։ Հիսուսն ասում է Հայտնության 22:13 համարում, որ նա է ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը։ Ամեն։ Եվ գիտեք, Սատանան միշտ փորձել է դնելով վերջ, ոչնչացում ավարտ, բայց Տիրոջ մեջ Քրիստոսի երբ որ Աստվածաշունչը կարդում ենք մենք, հասկանում ենք, որ վերջի մեջ մի հատ նոր սկիզբ կա, որ Տերը պատրաստել է իր ժողովրդի համար։ Ամեն։ Առհասարակ հետաքրքիր բան կա, այս կյանքում ամեն բան ունի իր զարգացումը, իր սկիզբը, ընթացքը եւ ավարտը։ Ես ուսումնասիրել եմ, օրինակ կինոարտադրություն, օրինակ Netflix-ը։ Տեսել եք ոնց է իր կինոները արտադրում, կամ երաժշտություն առհասարակ, երբ որ պրոդյուսերները գրում են, շատ հետաքրքիր սկզբունք ունեն սկիզբ, զարգացում, կուլմինացիա եւ ավարտ։ Ու որ կինոներն են հետաքրքիր, երբ որ այն ամենավերջի պահին մի հատ սերիալի այն մի հատ հետաքրքիր դրվագ ա լինում ու քեզ ստիպում է, որ դու հաջորդ սերիային սպասես, չէ՞։ Ու ամեն բանի մեջ կա իր վերջի հետաքրքիր պահը եւ այս կյանքում ես նայում եմ, որ ամեն բան ունի իր պատճառահետևանքային կապը։ Այսինքն մենք մարդիկս մեր կյանքի բոլոր բնագավառների մեջ անում ենք գործեր, որոնք ունեն պատճառ եւ հետևանք։ Օրինակ բերեմ, լավ։ Գիտեք որնա, որ օրինակ պատճառը ես ինչի համար պետք է գնեմ մեքենա։ Մեքենան պատճառն է եւ հետևանքը, որպեսի վարեմ։ Արդեն հետո, երբ որ ինչի համար վարեմ, վարելը դառնում է պատճառ, հետևանքը, որպեսի տեղ հասնեմ։ Ինչի համար տեղ հասնեմ, արդեն դառավ պատճառ, որպեսի հանդիպեմ իմ ընտանիքին, ենթադրենք, հա, օրինակի համար։ Այսինքն ամեն բան ունի իր պատճառը, որը որ հետո հետևանք է դառնում։ Բայց գիտես Քրիստոսի մեջ ամենավերջի կետում, երբ որ մենք հասնելու ենք եւ ժառանգելու ենք երկինքը, չկա էլ հետևանք, որովհետև Քրիստոսը ամենավերջի կետն է, որ մենք ընդունելու ենք եւ ապրելու ենք հավիտյան։ Ամեն։ Ես ասացի, որ բոլոր բաների մեջ կա սկիզբ եւ վերջ, բայց մենք մեր ձեռքերի մեջ ունենք Տիրոջ խոսքը, Աստվածաշունչը, որը շատ մի հատ հետաքրքիր համար ունի, հա, սկզբի եւ վերջի համար։ Տեսեք, Աստվածաշունչը սկսվում է ծննդոցով եւ վերջանում հայտնությունով, ամեն։ Եվ հետաքրքիր է, որ ամեն բանի ավարտը վերջ է դրվում վերջակետ եւ սահմանափակվում է, բայց հետաքրքիր է, որ մեր Աստվածաշնչի մեջ, եթե ուշադրություն դարձրել եք, ամենավերջի գլխում հենց Աստված մի հատ նոր բան է ասում, որ ասում է եւ տեսա ամենավերջում մի հատ նոր սկիզբ։ Հետաքրքիր է, չէ՞, այս ամենը, սիրելի եկեղեցի։ Ու հետաքրքիր է, միշտ ինձ թվացել է, որ մեր կյանքի ամբողջական պատմությունը գրվել է այս գրքի մեջ եւ դա այո եւ ամեն է։ Աստծո խոսքը կատարյալ է, սուրբ է եւ բացարձակ ճշմարտություն է, որը քննելի չի։ Բայց ես վերջում, երբ որ ես հասկացա, որ Քրիստոսը երբ որ գրված է ավետարանում,
գրքերը չէին հերիքի, եթե Քրիստոսի համար ամեն բան գրվեր։ Իրոք գրքերը սահմանափակ են ներկայացնելու մեր անսահման Աստծուն։ Չկա այդպիսի մարդկային երևակայություն, չկա տենց գրքեր, չկա կան շատ մեծ աշխատություններ, որոնք կնկարագրեն մեր Աստծուն։ Ու հետարքիրա վերջի մեջ Աստված թողում է միտեղ, երբ որ մենք նրան դեմ առ դեմ կհանդիպենք եւ կտեսնենք եւ արդեն կհասկանանք Աստծո էությունը եւ Տիրոջ խոսքը ասում է, որ հավիտենության մեջ հրեշտակները Տիրոջ մեծությունը տեսնելով անդադար փառաբանում էին իրան ու տենց էլ չէր վերջանում Տիրոջ մեծության չափը։ Ամեն։ Ես մի հատ հետարքիր հայտնություն ստացա, երբ որ ամեն օր մոտեցա Հիսուսին։ Երբ ես ամեն օր մոտենում էի Հիսուսին, ավելի լավ էի ճանաչում, Տերը ավելի մեծ էր դառնում իմ համար։ Ու իշքան Տերը մեծ էր, ես այնքան իրան քիչ էի ճանաչում, չէի կարող հասկանալ իր մեծությունը։ Էլի նորից փորձում էի մոտենալ, նորից իր ավելի մեծ մեծությունն էի տեսնում եւ դենց անվերջություն։ Այսինքն մեզի ամենավերջին նոր սկզբում շատ հետարքիր կյանք է սպասում։ Հիմա դեռ ռեկլամն է, հա, այդ կյանքի, վստահ եք։ Ու մենք հենց այդ ժողովուրդն ենք։ Ամեն։ Կուզեմ իմանանք, որ երբ որ Քրիստոսը բարձրացավ խաչին, սատանայի մտքի մեջ սատանան մտածեց վերջը բերեց, որ հաղթեր, բայց Քրիստոսը ամեն բանի վերջի մեջ տեսավ նոր հաղթանակ, նոր օրհնություն, նոր կյանք։ Ամեն։ Եվ կուզեմ հիմա անդրադառնանք Աստվածաշնչյան ամենասկզբի գլուխին, ծննդոցից, երբ Աստված որն էր Աստծո նպատակը իր ժողովրդի համար։ Գիտեք, երբ որ Աստված ստեղծեց մարդուն եւ Եդեմի պարտեզի մեջ դրեց Ադամին ու Եվային, Աստծո խոսքը ասում է, որ ժամանակ առ ժամանակ Աստված գալիս էր Եդեմի պարտեզի մեջ, ժամանակ էր անցկացնում իր ստեղծագործության հետ, մարդու հետ, ամեն։ Եվ հետո տվել էր բոլոր իշխանությունը մարդուն։ Հետո հետարքիր է, որ ժամանակ անցավ, որ մարդը մեղանչեց ու վրընդվեց դրախտից։ Եվ Աստված որոշեց անել մի բան, որ նորից վերականգնի այն կապը իր ստեղծագործության հետ։ Ու հետո որ նայում ենք Աստվածաշնչի մեջ գրված է, որ երբ որ Մովսեսին կանչեց, տվեց իր պատվիրանները ու հետարքիր էր Աստված միջոցներ փնտրեց, որ ամենաառաջի մագարտակում հանդիպի իր ժողովրդի հետ մարդու միջոցով, Մովսեսի, երբ որ օրենքները տվեց եւ այդ ժամանակ որպես այդպիսին եկեղեցի չկար, այլ կար Աստծո ժողովուրդ եւ Աստված իր ժողովրդին հանդիպում էր վրանների մեջ, որ ժողովուրդը կանգնում էր անապատների մեջ եւ խոսում էր մարդու միջոցով։ Ամեն։ Եվ այդ ժամանակից հետո, երբ որ արդեն ժամանակները ավելի առաջ եկան, մենք տեսնում ենք, որ Աստված բերեց տաճարային արդեն գաղափարը, հա, եւ Դավիթի ժամանակում, Սողոմոնի ժամանակ Աստծո ցանկություններ, ինքը այդ ընթացքում միշտ ուզում էր մտերմանար, կար եւ իր ժողովրդին վերցներ, ամեն։ Ու հետարքիր է, որ դրեց արդեն տաճարային ժամանակաշրջանը, որ Աստված իր փառքը, իր ուխտի տապանակը դրել էր մի հատ սրբության սրբոցի մեջ, հա, եւ ասում էր քահանան պետք է ամեն անգամ տարին մեկ անգամ մտնի եւ Տիրոջից խոսքը ստանա ու փոխանցի իր ժողովրդին։ Ամեն։ Եվ հետարքիր է, որ այդ ժամանակ էլ, երբ որ ժողովուրդը գալիս էին իրանց քավության համար, Աստծո հետ հաղորդակցության համար, քահանան էր, որ պատասխանատու էր այդ ամենի համար։ Եվ հետարքիր է, որ երբ որ տաճարային ժամանակներից մի փոքր էլ գալիս ենք արդեն Հիսուս Քրիստոսի ժամանակներ, երբ որ Տերը եկավ, արդեն Տերը եկավ ու հիշում եք այն խոսքը, որ ասեց, ահա ես կքանդեմ եւ 3 օրում կկառուցեմ իմ տաճարը։ Ո՞վ է հիշում այդ խոսքը։ Ամեն։ Եվ հետարքիր է, որ Աստված ուզեց քարաշեն, քարաշեն տաճարները կոտրել, որբեսի հենց անմիջապես մտերմություն ունենա իր ստեղծագործության հետ, սիրելի եկեղեցի, հենց մեր հետ։
Եվ հենց այդ տաճարային գաղափարը, երբ որ քանդեց, Հիսուսը ասեց. ես կգամ եւ կբնակվեմ ձեր սրտերի մեջ։ Մենք այն ժողովուրդն ենք, որ Քրիստոսը համաձայնել է երկնքի փառքը թողնի, չհամաձայնվի վրանային հանդիպել մեր հետ, չհամաձայնվի ուղղակի տաճարում մի անգամ կիրակի օրը հանդիպել, այլ ամեն մեկից անձնական սրտի մեջ, ամեն մեկից կյանքի մեջ բնակվի։ Հասկանում ենք, մենք Տիրոջ եկեղեցին ինչքան մեծ եւ փառավոր է, եւ Աստծո ժողովուրդը ինչքան փառավոր է, որ Տերը ամենակալ Աստվածը որոշել է բնակվել ամեն մեկից կյանքի մեջ։ Երբ որ սրանից հետո քո խնդիրներդ եւ իրավիճակները քեզի կսպիբեն վերջակետ դնել, որ սատանան կասի, լավ, ստեղ արդեն պարդվար դու կասես, որ ես այն ժողովուրդն եմ, ես այն անձն եմ, որ Տերը որոշել է բնակվի իմ կյանքիս մեջ, դառնա իմ անձնական փրկիչս։ Եվ երբ որ վերջ կդնի սատանան, դու ստորակետ կդնես։ Okay, այն վերևի կետը կջնջես մի հատ sense։ Ու հետարքիրա, որ հիմա մենք ապրում ենք եկեղեցին, որ ամեն անգամ մենք գալիս ենք հավաքվում ենք կիրակի օրերը, ինչ ժամանակաշրջանի մեջ է ապրում եկեղեցին։ Հիմա մենք ապրում ենք հենց այն ժամանակաշրջանում, որ Տերը եկել է եւ բնակվել է մեր սրտերի մեջ, մեր կյանքի մեջ եւ մենք սպասում ենք այն փառավոր վերջին, որը որ մի նոր սկիզբ է։ Ես ամենավերջում կասեմ այդ սկիզբի մասին, որն է, հետարքիր է, չէ՞ արդեն։ Կուզեմ միասին բացենք Հայտնություն գիրք 21-րդ գլուխ։ Եվ առաջի համարից կարդանք. Եվ մի նոր երկինք ու մի նոր երկիր տեսա, որ առաջին երկիրը եւ առաջին երկինքը անցան ու այլևս ծով չկար։ Եվ ես Հովհաննեսը Սուրբ քաղաքը Սուրբ Երուսաղեմը տեսա, որ Աստծուց ցած էր իջնում երկնքից, պատրաստված որպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Ամենասկզբումից կանք սիրելի եկեղեցի։ Տեսեք, Աստված ամենավերջի համար ասում է, տեսնում եմ մի հատ նոր բան, որ Աստված պատրաստել է իր ընտրյալ ժողովրդի համար։ Ով է ուզում այդ նոր քաղաքի բնակիչ լինի։ Ով է արդեն հավատում, որ մենք այդ ժառանգորդն ենք վերջի ժամանակների։ Ամեն։ Շատ կարևոր է, Աստված մեր համար փառավոր ապագա ունի, բայց այդ ամենը ունի նախապայման, սիրելի եկեղեցի։ Եվ Քրիստոսը ասում է, որ վերջի ժամանակներում ինքը գալու է իր հարս եկեղեցու հետևից։ Ամեն։ Մենք գիտենք, չէ՞, որ մենք Քրիստոսի հարսն ենք։ Շատ սիրուն հարս եք, է։ Ես վստահ եմ, որ եկեղեցին ունի կերպար, ունի տեսք եւ ունի արժեքներ, որ պիտի բնորոշ լինի լավ հարսին։ Հիմի կիսուրները կմտածեն այս ամենի մասին, որն է լավ հարսի կերպարը, հա, կամ քույրերը ավելի շատ։ Տեսեք, հետարքիր է, որ ստեղ մի հատ համարի մեջ հետարքիր բան ասում է զարդարված մի հատ հարս։ Ես մի հատ նկար եմ ընտրել, ուզում եմ այս նկարը նայենք։ Էսի այն ժամանակն է, որ հարսը պատրաստվում է, որպեսզի փեսան գա իրան դիմավորի։ Տեսեք, սենց քույրերը ինձ լավ կհասկանան։ Դե պատկերացրեք ձեր հարսանիքի օրն է ու փեսան արդեն պատրաստվել է, դե մեր հայկական հարսանիքների համաձայն են դա հոլ զուռնո բան գալիս է հարսին դիմավորելու ու լա հարսը մեյքափի process-ի մեջ է, ճունի իր հանդերձանքը, իր զարդարանքը։ Ու այդ պայի ժամանակ հարսը պատրաստ չի, որ փեսան իրան դիմավորի, հա։ Սիրելի եկեղեցի, մենք էլ պիտի պատրաստ լինենք, որպեսզի մեր փեսան գա։ Քրիստոսը ամեն բան արել է, որպեսզի մեզի զարդարի։ Քրիստոսը ամեն բան արել է, որ մեր հանդերձները ճերմակ պահի։ Եվ եկեղեցու կերպարը պիտի լինի սուրբ, անարատ եւ սպիտակ հանդերձներով, հա։ Հաջորդ համարների մեջ ասում է, որ ինչպեսին պիտի լինի այդ երկնային քաղաքը եւ Տերը ուղիղ շատ ուղիղ համեմատական է տալիս ամեն մեկից, որ մենք ունենանք այն կերպարը, որը որ նախատեսել է։ Եթե մենք համապատասխանենք այս կերպարին, մենք պատրաստ ենք հենց լինելու այն հարսը, որ փեսան իրան կդիմավորի։ Եկեք տեսնենք որն է այդ
կերպարը։ Ասում է եւ երկնքից մի մեծ ձայն լսեցի, որ ասեց. «Ահա Աստծո խորանը մարդկանց մեջ, եւ նա ասեց. նա նրանց հետ պիտի բնակվի, եւ նրանք իր ժողովուրդն են լինելու, եւ Աստված ինքը նրանց հետ է լինելու, որպես նրանց Աստված»։ Հիմա այս համարի մեջ տեսեք նկարագրեց, որ գալու է այդ պահը, որ վրանային ժամանակներից, տաճարային ժամանակներից եւ այս ժամանակներից գալու է մի հատ պահ, որ ասում է ես պիտի լինեմ նրանց Աստվածը եւ նրանք պիտի լինեն իմ սեփական ժողովուրդը։ Ամեն։ Ով է պատրաստ այդ դիրքի մեջ քայլել դեպի Քրիստոսը մինչև վերջ, հավատարիմ։ Եվ հետաքրքիր է, որ գրած է եւ Աստված 4 համարի մեջ նրանց աչքերից սրբելու է բոլոր արտասունքը եւ այլևս մահ չի լինելու եւ ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ է լինելու, քանի որ նախկին բաները անցան։ Սիրելի եկեղեցի, այսօր մենք իրավիճակների միջով ենք անցնում, որ դեռ կատարելության դիրքի մեջ չենք ու մենք ենթարկվում ենք շատ հալածանքների, դժվարությունների, փորձությունների։ Շատ անգամներ մենք լացել ենք մեր ունեցած դժվարությունների համար, բայց Քրիստոսը իր եկեղեցուն ու ուզում եմ այդ ամենի մեջ անձամբ քո անունը տաս։ Հիմա քո մտքիդ մեջ դու ինքդ քո անունը տուր եւ ասա կգա այդ ժամանակը, որ ես արդյունք չեմ ունենա։ Ամեն։ Եվ Տերը ամեն բան պատրաստել է, որպեսզի մտցնի մեզի այդ փառավոր աբագայի, այդ ամենավերջին նոր սկզբի մեջ։ Եվ ասում է ոչ ցավ կլինի, ոչ աղաղակ, եւ ասում է բոլոր բաները կանցնեն եւ ամեն բան նոր կլինի։ Ամեն։ Ու հետաքրքիր է, որ 5-րդ համարի մեջ ասում է եւ նա, որ գահի վրա է նստած, ասաց նրան. ահա ամեն ինչ նոր եմ անում, ու ասաց ինձ. գրիր այս խոսքերը, որ ճշմարիտ եւ հավատարիմ են։ Եվ նա ինձ ասաց. ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, ես ծառավին ջրի եմ տալու կենաց կյանքի աղբյուրից։ Սիրելիներ, Քրիստոսը ուզում է, որ ոչ միայն մենք սրբված լինենք եւ նա վերցնի մեր ցավերը, այլ եկեղեցու կերպարը հենց լինի այնպիսին, որ մենք ինքներս արցունքներ սրբող լինենք։ Ամեն։ Եթե մենք ուզում ենք մտնենք Աստծո փառավոր կոչման մեջ, Աստված մեզի օրինակ է տվել։ Աստված մեզի ուղեցույց է տվել, որը պետք է լինի իր հարսի կերպարը։ Եթե մի եկեղեցի պատրաստ չի ինչ որ մեկի աչքերի արցունք սրբելու, եթե մի եկեղեցի պատրաստ չի մեկի տգարությունները վերցնելու, հիվանդությունների համար աղոթելու, մեկին օգնելու, այդ եկեղեցին դեռ պատրաստ չի իր հանդարծանքները։ Հələ այն մեյքափի process-ի մեջ է, հələ ինքը զարդարելու process-ի մեջ է, հələ ինքը պետք է սրբվի, իր հանդերձները պետք է դզի։ Եթե մի եկեղեցի պատրաստ չի քայլել սրբության մեջ, իր հանդերձները սպիտակ դարձնել, հələ ինքը պատրաստ չի ինչ որ մեկին կանչելու այդ ամենի մեջ։ Բայց ես վստահ եմ, որ մենք քայլում ենք դեպի այդ ուղղությունը։ Ամեն։ Սրանք ուղեցույցներ են մեզի, որ սիրելիներ, մենք պատրաստ լինենք մեր փեսային դիմավորելու համար։ Եվ ասում է 7-րդ համարի մեջ. նա ով հաղթում է, ժառանգելու է ամեն ինչ, եւ ես լինելու եմ նրա Աստվածը, եւ նա իմ որդին է լինելու։ Ասում է ով որ պատրաստ է եւ մինչեւ վերջը գնալու 7-րդ համարի մեջ, ժառանգելու է, եւ ես լինելու եմ նրա Աստվածը, եւ նրանք լինելու են իմ ժողովուրդը։ Կարող ես բարձր դավանել, ասես Տեր, ես քո ժողովուրդն եմ։ Ես քո սեփական ժողովուրդն եմ, Հայր, եւ դու իմ Աստվածն ես։ Հիմա թեև շատ մենք սպասում ենք դեպի այդ փառավոր ավարտին, բայց Աստված մեզի համար արդեն իսկ պատրաստել է այդ ամենը։ Ամեն։ Ուղղակի մնում է, որ մենք դեպի քայլենք այդ ճանապարհը։ Եվ մեր հավիտենությունը, որը որ ամենավերջում ժառանգությունն է, վերցնենք այդ ժառանգությունը։ Բայց Աստված մեզի հորդոր չի տվել, որ մենք ուղղակի սպասենք մինչև այդ վերջին, նոր մտնենք այդ ամենի մեջ։ Ես նշեցի, չէ, որ մեր հավիտենությունը հենց սկսվելու է ստեղից։ Աստված կերպարն է տվել, որպեսզի մեզնից ամեն մեկը երկրի վրա ապրի
երկնքի իրականությունով, երկնքի արժե համակարգով, ամեն, եթե երկինքը քեզի հորդորում է, որ դու պիտի ունենաս այս կերպարը, մի հատ շատ հետաքրքիր գիրք կա, Աստծո մարդկանցից մեկը գրել է «Երբ երկինքը ներխուժում է երգիր», ու շատ հետաքրքիր է, ներկայացնում այդ գրքի մեջ, որ մենք պիտի պատրաստ լինենք երկնքում կատարվող իրադարձությունները բերել երկրի վրա, ու եթե ոչ մենք, եթե ոչ իր սեփական ժողովուրդը, եթե ոչ իր եկեղեցին բայելով, ամեն, եւ ամենավերջի համարը, որ կուզեմ կարտամ 22-րդ գլուխի մեջ, 21-ի 22-րդ համարը եւ ասում է. «Եվ նրա մեջ տաճար չտեսա, քանի որ Տեր Աստվածը ամենակալը եւ գառնուկն էին տաճարը»։ Ամեն։ Սիրելիներ, Աստված բերեց, հասցրեց այն տեղում, որ ասեց, այլևս ես տաճար չտեսա։ Այն վրանային ժամանակները անցան, տաճարային ժամանակները անցան, եւ Աստված Աստծո նպատակն է, որբեսի մենք, ինչպես որ Քրիստոսը հիշում եք այս խոսքը, որ ասեց, ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ է, այնպես էլ իմ եկեղեցին իմ մեջ է եւ ես նրա մեջ եմ։ Քրիստոսի նպատակը չի ուղղակի գալ ժամանակ անցկացնել, ու շատերը մտածում են, որ վերջի ժամանակներում ինչ լավ է լինելու, մենք նորից ժառանգելու ենք այն իրավիճակը, ինչ Ադամն ու Եվան ունեցել են նախքան մեղք գործելը։ Բայց այդպես չի։ Մենք ունենալու ենք ավելի բարձր կարգավիճակ, քան թե անգամ Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում։ Որտեվ գրված է, որ ժամանակ առ ժամանակ Աստված իջնում էր, ժամանակ էր անցկացնում եւ հետո Ադամն ու Եվան իրենց առօրյայով էին։ Բայց ինչ հետաքրքիր է, որ Քրիստոսը համաձայնեց ամեն ժամանակ լինել իր ժողովրդի հետ։ Քրիստոսը համաձայնեց ամեն պահը անցկացնել եւ ոչ թե անցկացնել ուղղակի, այլ Քրիստոսը համաձայնեց ասելու ես ձեր մեջ եմ եւ դուք իմ մեջ։ Գիտեք, դա ինչքան ինտիմ, անձնական ու շատ մտերիմ կապ է, սիրելի եկեղեցի։ Հայրը ամեն բան դրեց, որպեսզի ունենա մեզի։ Դա մի փառավոր բան է, որ ամենավերջում, երբ որ ասում է ես նրանց մեջ կլինեմ եւ նրանք իմ մեջ, վեր է ամեն մտքից։ Ես չեմ կարող պատկերացնել այդ պահը, որովհետեւ Ադամն ու Եվան ունեին ժամանակահատված հոր հետ անցկացնելու, բայց մեր ամբողջ ժամանակն է նրանց Տիրոջ հետ լինելու։ Եվ մենք նրա մեջ լինենք եւ պիտի կոչվենք իր անձնական եւ սեփական ժողովուրդը։ Ամեն։ Ու իմ քաջալերանքն է, իմ հորդորն է, իմ աղոթքս է, որ երբեք իրավիճակները թող մեզի եկեղեցուն չստիպեն, որ մենք անցնենք տգարություններով։ Դուք այս խոսքից հասկանում եք, ինչեր է պատրաստել Տերը մեզի համար։ Գիտեք, այսօր ամբողջ մի մեծ բազմություն, ուղղակի ես չուզեցա կարտայի այդ հատվածները, բայց գրված է, որ շատ-շատները գնալու են միտեղ, որոնք չեն ունենալու էլ երբեք ոչ թե մի պայ, այլ հավիտյան Աստծո ներկայությունը։ 8-րդ համարի մեջ գրված է, ասում է, բայց վախկոնները, անհավատները, պիղծերը, մարտասպաններն ու պոռնիկները, կախարդներն ու կռապաշտները եւ բոլոր ստախոսների բաժինը լինելու է կրակով եւ ծծումբով վառվող լիճը, որ երկրորդ մահն է։ Ի տարբերություն այդ դրսի ժողովրդի, մենք հենց այդ ընտրյալ ժողովուրդն ենք։ Չնայած քո իրավիճակներին, չնայած քո այսօրվա դժվարություններին, դու ունես մի բան, որ անգերազանցելի է։ Անկամ մենք երբ որ մտածում ենք երկնքի մասին, անկամ մենք երբ որ մտածում ենք Աստծո համաձայնության մասին, որ Աստված որոշել է, որ պիտի բնակվի ամեն մեկիս կյանքի մեջ,
Դա արդեն հրաշք կար, աներևակելի մի բան է։ Ես պիտի խնդրեմ, որ այսօր դու ունենաս այս սկզբունքը, հիմա քո մեջ մտածիր, ու հենց այդ 21-րդ գլխի մեջ, որ գրված էր 4 համերից, լինես ինչ-որ մեկի աչքեր սրբողը, սիրելի եկեղեցի։ Այսօր, երբ որ կտեսնես քո հարևանդ, քո բարեկամդ կամ քո ընկերուհիդ, քո ընկերդ ինչ-որ կարիքի մեջ է, վերցրա քո ձեռքդ այդ սրբիչը, վերցրա այդ արցունքը սրբող թաշկինակը եւ վերցրա մարդկանց ցավը։ Իրան պատրաստ եղի, ինչպես որ Տերը պիտի սրբի, մենք պիտի ունենանք Տիրոջ կերպարը։ Ես ասեցի, եթե չունենանք մեր Աստծո կերպարանքի եկեղեցին, կյանքում չենք ժառանգի այդ ամենը։ Աստված մեզի կանչել է եւ ասում է պիտի սրբես եւ ասում է եւ մահ չի լինելու այնտեղ։ Եկեղեցի այսօր դու կարող ես ինչ-որ մեկին ավետարանը քարոզել, որը որ մահից կտեղափոխի հավիտենություն։ Դու կարող ես այսօր մեկին ավետարանի պատճառը դառնալ, որ 10 բարի լուրը եւ քո հետ միասին կանչես այն փառավոր ապագայի մեջ, ինչ որ Տերը պատրաստել է քո համար։ Եվ ասում է ոչ սուկ, ոչ աղաղակ եւ ոչ էլ ցավ չի լինելու։ Եկեղեցին այսօր պիտի պատրաստ լինի, ունենա այն զորությունը, այն գերբնական կրակը, որ մարդկանց սուկը վերցնի, ցավը վերցնի։ Այսօր եկեղեցին պիտի պատրաստ լինի, ինչի՞ չէ, իր ձեռքը դնի հիվանդների վրա, ցավեր վերցնի։ Ապրի գերբնական կյանքով, որովհետև Քրիստոսը մեզի չի կանչել երկնքում գերբնական ապրելու։ Մենք արդեն երկնքում գերբնականը վայելելու ենք։ Մենք ենք լինելու գերբնականը։ Աստված կանչել է մեզի հենց հիմա, այսօր եւ այս ժամանակների մեջ ապրել գերբնական կյանք, որպես օրինակ, որ մարդկանց ցավերը վեր առնի։ Աստված մեզի կանչել է, որ մարդկանց նախկին կյանքի տապալումները, հալածանքները վեր առնենք եւ առաջնորդենք իրան մի հատ նոր բանի մեջ։ Ամեն։